Բարև ձեզ փոքրիկներ եւ ոչ միայն փոքրիկներ։ Լինում է չի լինում, մի չարաճճի գնացք է լինում։ Ինչ? Չարաճճի գնացք։ Գայլնա քլորից կփախչի, եփած ծորենը կաճի, մուկշան պես կաճի, բայց գնացքը չէ, գնացքը չի լինի չարաճճի։ Գայլնա քլորից կփախչի, եփած ծորենը կաճի, մուկշան պես կաճի, բայց գնացքը չէ, գնացքը չի լինի չարաճճի։ Չի լինի, տեսեք թե ոնց կլինի։ Կայարանը գնացքին ասում է. այս ու այս ճանապարհով կգնաս քաղաք, շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես, ահա նրանց տոմսերը։ Բայց գնացքը քաղաք գնալ չի ուզում է գյուղ գնա, որ տրակտորի նման հողերի հետ խաղա։ Կայարանից դուրս է գալիս գնացքը ու ուղիղ գյուղ։ Հեյ, դու մեզ ուր ես տանում, ձայն են տալիս շունը, աքլորն ու մողեսը։ Մենք քաղաք պիտի գնանք։ Քաղաքում միայն շենքեր ու փողոցներ են, պատասխանում է գնացքը։ Իսկ գյուղում շատ լավ է, գյուղում տրակտոր կա, կգնանք, տրակտորի հետ կընկերանանք ու միասին հողերի հետ կխաղանք։ Գնում է գնացքը ուղիղ դեպի գյուղ, ուրախությունից ձայն է տալիս։ Շունը, աքլորն ու մողեսը կռվում, գոռգոռում են, տոմսերը հետ են վերցնում ու թողնում գնում են։ Գնացքը մենակ գնում է գյուղ, մտնում է ցանած խոտերի մեջ, տրորում ու գոռում է. Տրակտորը գնացքի վրա բարկանում ու ասում է նրան. դու քո կայարանը գնա, ինձ խանգարում ես։ Տրորեցիր ամբողջ ցանքը, քո տեղը իսկը քաղաքն է, հայ դու գնացք չարաճճի, բայց խոտին էլ բերք կաճի։ Տրորեցիր ամբողջ ցանքը, քո տեղը իսկը քաղաքն է, հայ դու գնացք չարաճճի, բայց խոտին էլ բերք կաճի։ Գնացքը վերադառնում է կայարան։ Կայարանը խոժոռ-մոժոռ նայում է ու ասում նրան. այս ու այս ճանապարհով կգնաս քաղաք, շանը, աքլորին ու մողեսին էլ հետդ կտանես, ահա նրանց տոմսերը։ Բայց գնացքը էլի քաղաք գնալ չի ուզում է լիճ գնա, որ նավակի նման ջրի հետ խաղա։ Կայարանից դուրս է գալիս գնացքը ու ուղիղ դեպի լիճ։ Հեյ, դու մեզ ուր ես տանում, ձայն են տալիս շունը, աքլորն ու մողեսը։ Մենք քաղաք պիտի գնանք։ Քաղաքում միայն շենքեր ու փողոցներ են, պատասխանում է գնացքը։ Իսկ լճի մեջ շատ լավ է, լճում նավակ կա, կգնանք, նավակի հետ կընկերանանք ու միասին ջրերի մեջ կխաղանք։ Գնում է գնացքը ուղիղ դեպի լիճ ու արձակում է ուրախության ճիչ։ Շունը, աքլորն ու մողեսը կռվում, գոռգոռում են, տոմսերը հետ են վերցնում ու թողնում գնում են։ Գնացքը մենակ գնում է լիճ, մոտենում է ափին, առջևի մի անիվով զգույշ մտնում է մեջը։ Բայց ջուրը շատ սառն էր։ Գնացքը գոռում է. լճի ջրերին ու միջի ձկներին վախեցնում է։ Նավակը գնացքի վրա բարկանում ու ասում է նրան. դու քո կայարանը գնա, մեզ խանգարում ես։ Թե չգիտես ջրում լողալ, փորձիր ուրիշ խաղեր խաղալ, վեր թռան ձկներ նահից, համ լճին վախեցրիր, համ ինձ։ Թե չգիտես ջրում լողալ, փորձիր ուրիշ խաղեր խաղալ, վեր թռան ձկներ նահից, համ լճին վախեցրիր, համ ինձ։ Գնացքը վերադառնում է կայարան։
Կայարանը գլուխը բարկացած շարժում է, հետո երկաթի ռելսեր է սարքում, գնացքին կանգնեցնում է ռելսերի վրա ու ասում է նրան. «Դու շատ չարաճճի ես, վերջ, սրանից հետո միայն այս ու այս ճանապարհով կգնաս, Շանը, Աքլորին ու Մողեսին էլ հետդ կտանես, ահա նրանց տոմսերը»։ Այդ օրվանից բոլոր կայարանները պայմանավորվում են, մեկից մինչև մյուսը ռելսեր են դնում, որ գնացքը միայն ռելսերի վրայով գնա։ Ու գնում է գնացքը, գնում է, ու հենց որ հեռվից տրակտոր կամ նավակ է տեսնում, ձայն է տալիս, ու էլի ռելսերն է չխչխկացնում ու իր ճանապարհը շարունակում։ Շանը, Աքլորին ու Մողեսին էլ հետն է տանում, ահա նրանց տոմսերը։ Գնում է գնացքն ուրիշ ռելսը կանչի, և ոչ թե այնտեղ ուրիշ խելքը փչի, ու ձայն է տալիս մեր չարաճճին, իր հին խաղնկեր գյուղին ու լճին։ Գնում է գնացքն ուրիշ ռելսը կանչի, և ոչ թե այնտեղ ուրիշ խելքը փչի, ու ձայն է տալիս մեր չարաճճին, իր հին խաղնկեր գյուղին ու լճին, իր հին խաղնկեր գյուղին ու լճին։ Վերջ, հեքիաթն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ անգամ։